Պարոն Գրիգորյան, Հզբոլլահ լիբանանյան շարժումը մոտ ապագայում չի քննարկում իր զենքը լիբանանյան բանակին փոխանցելու հարցը։ Իսրայելի կողմից ագրեսիայի սպառնալիքի առկայության պատճառով ՌԻԱ Նոգոյի դիմադրության արգելափակման կոմիտեից են հայտնել Ալի Մոգդադը։ Ինչ կարող եք ասել, որ մինչև երբ սա կարող է շարունակվել եւ արդյոք հրադադարի վերանայման մասին խնդիր չի դրվում այսօր։ Հրադադարի վերանայման խնդիրը քիչ թնջուկ է, բարդ հարց է։ Գիտեք, կացությունը հետևյալն է հարավային Լիբանանի մեջ հիմա։ Առաջին հերթին իսրայելյան բանակը բռնակրաված գբահե ոչ միայն իրենց պատկերացումով վիճելի գետեր սահմանակիցին վրա, այլ նաև միջազգայինորեն ճանաչված Լիբանանի սահմաններեն ներս գտնվող բազմաթիվ գետեր։ Ադոր գողքին իսրայելյան օդուժը եւ անօտաչու թռչող սարքերը երբեմն պատճառաբանություններով, երբեմն առանց որևէ բացատրության հարվածներ գործեն եւ գտիրախավորեն հարավային Լիբանանի մեջ քաղաքայիններ, քաղաքային տարածքներ, բնտելով որ անոնք ինչ որ կապվածություն ունեն։ Այսօր գողքին հարավային Լիբանանի մեջ եւ նույնիսկ Բեկայի հովիդին մեջ մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններուն մեջ կան գետնի հավասար դարձած տարածքներ վերջին իսրայելյան հարձակումներուն հետևանքով։ Այս իրադրության մեջ եւ այս շարունակվող վայրակություններու մերթ բռնգումին լույսին տակ առայժմ այսպիսի հարց վերջնաժամկետներով տնելը ճիշտ չէ, այլ պետք է նախկացության հրադադարի դրության ամրապնդում այնուհետև միշտ պատրաստակամություն եղած է լիբանանյան բոլոր կողմերուն կողմէ քննարկելու երկրի եւ ժողովրդի պաշտպանության հարցերը։ Ադիգա եղած է տարիներ առաջ նախագահ Միշել Սլեյմանի օրով երկխոսության ջամփով եւ այդ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը բոլոր կողմերը անխտիր հայտարարած են, սակայն առաջնահերթ է հրադադարի դրության ամրապնդումը։ Ես նաև ինֆորմացիա ստացվեց, որքանով գիտեմ, Լիբանանի տարածքը այսօր օգտագործվում է Իսրայելի կողմից նաև Սիրիայի վրա հարձակվելու համար։ Որքանով է սա համապատասխան։ Այդպիսի լրատվություններ վերջին ամիսներուն հաջողակիորեն հրապարակված են, տարիները ի վեր կհրապարակվին, երբեմն հաստատված է նույնիսկ լիբանանյան բանակի վարչության կողմէ, վերջին շաբաթներուն այդպիսի դեղեցություններ շատ շրջան չեն ուներ, բայց ասիգա նախընթացները բազմաթիվ են եւ հաստատված են թե լիբանանյան բանակի, թե ՄԱԿ-ի բազմասկյան ուժերու կողմէ։ Լիբանան-Սիրիա հարաբերությունները ինչ են նախանշում, ինչ են ցույց տալիս այսօր, ինչպիսին են լինելու այդ երկու երկրների հարաբերությունները։ Լիբանանի եւ Սուրիո միջև հարաբերությունները մի քանի 30 նախ սկսին ներկա երկու երկրներու ներկա իշխանություններու հայտարարություններ են, անոնք բավական դրական եւ բարի դրացմության գաբեր հաստատելու դրամատուրգներ կարտահայտեն, երբեմն այլ դարբերակներ կհնչեն, բայց մեծամասնություն կամ բարձր ցայները չեն։ Այսօր զուգահեռ երկու երկրները ունին տնտեսական նույնիսկ սահմանակիցի վրա սահմանի երկու կողմերուն վրա ընտանիքները իրարու միախառնված կամ երկու երկիրները ներս գտնվող միևնույն ընտանիքի անդամներու դրություն մտա։ Այսօր գողքին վերջին շաբաթներուն քանի անգամ Լիբանանի հյուսիսային եւ հյուսիս-արևելյան սահմաններուն վրա զինյալ բախումներ արձանագրվեցան լիբանանյան եւ սուրիական զինյալ տարրերու միջև բարակամը որ մտահոգություններ կստեղծե, սակայն կվերադառնանք երկու երկրներու ղեկավարություններու հայտարարություններուն, որոնք կբնթեն, կշեշտեն, թե աշխատանք կդարվի եւ նույնիսկ հաղորդակցություն ու շփումներ կան, որովհետեւ հարաբերությունները կարգավորվին եւ բարի դրացմության գաբերը հաստատվին։ Հայաստանում շատ քիչ տեղեկություն կա, տեղեկացվածություն կա, հատկապես Լիբանանում սպասվող քաղաքային կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, կխնդրեմ իրազեկել երբ է սպասվում, ինչ տեխնացուներ են ներգրաված, տեխնացուների միջև ընդհանրություններն ու հակասությունները։ Լիբանանի քաղաքական թեմը այսօր մեծ հույսերով առաջ կընթանա։
Գիտեք, երկարադեպ Բարաբուտենի հետ Երգին հաջողվեցավ ընտրել նոր նախագահ, գազմել ամբողջական լիազորություններով նոր կառավարություն եւ ասիկա մեծ հույսեր ներշնչեց ժողովրդին, նաեւ քաղաքական ուժերուն խմբավորումներ։ Հակառակ ադոր կհամենան բազմաթիվ հարցեր, քաղաքական հարցեր, օրինակ որոշ հարցեր քաղաքական օրակարգի որոշ կետերու շուրջ լայն համախոհություն կա եւ բոլոր կողմերը նույն ուղղությամբ են, ինչպես բարեկարգումներ, տնտեսական ընկերային տագնապի թիմակայում եւ այլն։ Կան նաեւ որոշ տարակարծություններու եւ անհամաձայնություններու դոնդվող հարցեր, երբեմն հագոտնյա եւ անհաշտ կեցվածներ կհնչեն, բայց հույսով ենք, որ անոնց շուրջ հասարակած հայտարար կարելի է ստեղծել։ Հիմա դեղական ինքնակառավարման մարմիններու ընտրություններ կնախատեսվին մայիս ամսու ընթացքին։ Այս ընտրությունները պետք է տեղի ունենային 3 տարի առաջ, սակայն երկրի մեջ դիրող պայմաններուն ֆերմամբ, այսինքն նախագահական աթորը թափուր էր, լիազորություններ ունեցող կառավարություն չկար, այլ փոխանցման շրջանի կառավարություն, ընթացիկ գործերը վարող կառավարություն, եւ այդ պայմաններում մեջ ընտրություններ կարելի չէր կայացնել եւ հետաձգում դեր ունեցավ։ Այնուհանդերձ այժմ նոր կառավարությունը վճռեց իր գազმութենեն շատ կարճ ադենիետ վճռեց մայիսին նախադեсված, այսինքն իրենց օրինական թվականին աստեղական ինքնակառավարման մարմիններու ընտրությունները կայացնել։ Այս մարմինները Լիբանանի մեջ գոչվին քաղաքապետություններ, անոնց կողքին նաև կա թաղապետներու ընտրություն։ Թաղապետը Լիբանանի Օսմանյան ժամանակաշրջանեն ժառանգված դրություն մնե թաղիմը բնակչության ներկայացությունը եւ գաբը իշխանություններուն հետ։ Թաղապետի հանգամանքը այդ է։ Նաև թղթապանություններ եւ ժողովրդի պետական գործառնություններու թյուրացման միջնորդությունը կատարել։ Այս ընտրություններուն մեջ կան բազմաթիվ ազդակներ։ Անշուշտ կան քաղաքական գազագերբություններու ուսակցություններու առաջադրած տեխնազությունները եւ մղած ընդրական արշավը, բայց ադոր գողքին նաև մեծ ազդեցություն ունենան դեղական պայմանները, այսինքն քյուրերու եւ քաղաքներու մեջ ընտանիքները, հասարակական գազագերբությունները, նաև որոշ ընկերային եւ փառկավաճման ուղղությամբ գործունեություն դանող կառույցներ եւ անհատներ։ Այս բոլորին մեջ կարևոր է անոնց դեղական բնույթը եւ դեղական բնույթեն մեկնած կարևոր մեծ նշանակություն ունին լիբանանահայության համար։ Այն իմաստով, որ դեղական ինքնակառավարման մարմինները երաշխիք մնեն մեր հայաբնակ շրջաններու, քաղաքներու, քյուրերու, ինչպես նաև քաղաքներու թաղամասերու հայ ազգաբնակչության եւ ընդհանրապես լիբանանյան բնակչության իրավունքները, փառքավաճման կարիքները փոխանցնելու։ Եվ այդ ուղղությամբ աշխատանք կդարվի այս բահուն մեր հայկական ներկայացությունը եւ լիբանանահայության իրավունքներն ու շահերը պաշտպանելու այս ընտրություններն մեջ են։ Եվ ինչպիսի ներկայացվածություն ունի Հոիդան հայ համայնքը այս ընտրություններում, եթե ավելի փորձենք առարկայական ներկայացնել։ Հայ համայնքը եւ անշուշտ հայ հեղափոխական դաշնությունը որպես լիբանանահայության անբաժանելի մասնիկը եւ գլխավոր ներկայացուցիչը համեստորեն, բայց առարկայականորեն ներկայացված է երկու մեծ քաղաքի մեջ մեծամասնական դրությամբ։ Մեկը Բուրջամուտ քաղաքն է, ուր նվին հիմա, եւ մյուսը Անջար քաղաքն է, որ հայկական քաղաք է։ Այսօր կողքին Լիբանանահայությունը եւ դաշնակցությունը ներկայացված է մայրաքաղաք Բեյրութի քաղաքապետական խորհրդի մեջ եւ բազմաթիվ քաղաքներու եւ քաղաքներու քաղաքապետական խորհուրդներու մեջ նվազ համեմատությամբ, հոնդերի հայ բնակչության համեմատությամբ։